Ինչ է զգում մարդը, երբ գիտակցում է, որ սրտի զարկը թուլանում է եւ ինքը հայտնվել է կյանքի ու մահվան խաչմերուկում։ Կարող է օրինակ գլխապտույտ եւ ցավոք նաեւ գիտակցության կորուստ։ Այսինքն էմոցիոնալ ինչ որ գիտակցական մակարդակի ինքը այդ պահին չի կարող հասնել, այսինքն զգալ, որ վերջ։ Կա կյանքի շարունակություն մահից հետո ձեր կողմից։ Միանշանակ կա կյանքի շարունակությունը եւ այդ միտքը եւս օգնում է հաղթելու մահը, հասկանալով, որ մեր հարազատներին մենք կարող ենք հանդիպել, եթե մենք կարողանանք մեր կյանքը ապրել ճիշտ, որպեսզի ունենանք այդ հնարավորությունը իրենց հետ հանդիպելու։ Երբ է մարդը հասկանում, որ ինքը հավերժ չէ։ Պետք է փորձենք ապրել ճիշտ, չվիրավորելով մեր մոտ հարազատներին կամ եթե կա ինչ-որ խնդիր, որը պետք է բարձրաձայնել խելամիտ կերպով։ Բարությունը հենց նաև այդ շփիթն է եւ բարությանը երբեք ոչ ոք չի կարողանում հաղթել։ Մենք հանգիստ ենք մեր խղճի առաջ, որովհետեւ որևէ սխալ բան մեր պատկերացմամբ չենք արել։ Ինչ է զգում մարդը, երբ գիտակցում է, որ սրտի զարկը թուլանում է եւ ինքը հայտնվել է կյանքի ու մահվան խաչմերուկում։ Զգացական առումով նախ գիտակցելը մի քիչ դժվար է ասել, որովհետեւ այդ պարագայում եթե ունենք սրտազարկի նորմայից շատ ավելի շատ իջեցում, ապա այդ պարագայում կարող է օրինակ գլխապտույտ եւ ցավոք նաեւ գիտակցության կորուստ։ Այսինքն էմոցիոնալ ինչ որ գիտակցական մակարդակի ինքը այդ պահին չի կարող հասնել, այսինքն զգալ, որ վերջ իր վերջին շունչն է ու ինքը արդեն ավարտում է իր առաքելությունը կյանքում։ Ենթադրում միայն գլխապտույտի եւ ինքնազգացողության ուղղակի վատթարացման ձևով կարող է զգալ, սա զուտ որպես ֆիզիոլոգիական տեսանկյունից եթե բացատրենք։ Ինչպես է մարդը կարողանում հաղթահարել ցավը, կորուստը եւ շարունակել ապրել։ Ես կարծում եմ, որ ցավը եւս զգացմունք է եւ եթե այդ զգացմունքը թանկ է մարդու համար, ապա նա կարողանում է դա տանել պատվով եւ այդ գիտակցումը օգնում է ապրել ճիշտ եւ չկենտրոնանալ այդ ցավի վրա, այլ նայել առաջ իհարկե իր սրտում, մտքում միշտ պահելով հուշերը կամ հիշողությունները։ Բայց ցավի հենց այն էտապում, երբ որ ինքը արդեն գտնվում է հենց այդ իրավիճակի մեջ, շատ դժվար է լինում երբեմն կառավարել ինքդ քեզ, գալ գիտակցական մակարդակի, հասկանալ ինչ է տեղի ունենում ու շատ հաճախ մարդկային ամենաառաջի ազդակը, երբ որ ինքը կարող է ստանալ, դա այն է, որ գուցե պետք է ինքնասպանություն գործել կամ ինչ որ կտրուկ քայլերի դիմել, որպեսզի չտանել ցավը։ Ինչ դուք խորհուրդ կտաք որպես բժիշկ, որպես մարդ, ով որ ամենաշատն է տեսնում գուցե հենց այդ ցավը, որ ապրում է մարդը։ Տեսեք, դա եւս կապված է մարդու տեսակի հետ, որովհետեւ եւ իր աշխարհընկալման հետ, հա, որովհետեւ նույն իրավիճակը, եթե նայենք զուտ բժշկական իմաստով, երբ մենք որպես բժիշկ պետք է հայտնենք X ախտորոշում, անգամ ոչ շատ բարդ, մենք նայում ենք բուժառուի ընկալումը, թե ինչպես նա կարող է արձագանքել այս հարցին եւ իրեն համապատասխան կերպով ներկայացնում ենք այս իրավիճակը։ Իհարկե լինում են կյանքում դեպքեր, երբ անսպասելի կերպով է հայտնվում մարդը դժվար իրավիճակի մեջ եւ կախված թե ինչպիսին է իր պատրաստվածությունը կյանքի հանդեպ, դրանից հենց կախված է թե ինչպես նա կարող է տանել, որովհետեւ նույն իրավիճակը տարբեր մարդիկ կարող են ընկալել, զգալ եւ տանել, ներկայացնել տարբեր կերպ։ Մարդիկ կան, ովքեր սիրում են անկախ իրենց կամքից դրամատիզացնել որոշակիորեն եւ մարդիկ կան, որոնք ապրում են այդ ցավը իրենց մեջ, բայց շրջապատում դա որևէ մեկը չի նկատում, որ այդքան ցավագին է, այդքան դժվար է այդ մարդու համար։ Եղել է այնպիսի իրավիճակ, որ դուք ստիպված եք հենց այն մարդուն, ում որ մնացել է հաշված օրեր ապրելու, ասել այդ մասին եւ արդյոք այստեղ եղել են պահեր, երբ որ նախընտրելի է եղել սուտը, ոչ թե ճշմարտությունը։ Իհարկե, երբեմն ունենք իրավիճակներ, երբեմն կամ հաճախ, երբ սուտը ավելի օգտակար է մարդու համար, քան այն ճշմարտությունը, որը կարող է այդ պահին սպանել մարդուն։ Եվ եթե զուտ վերաբերվենք ախտորոշումների իմաստով, երբ մենք գիտենք, որ տվյալ իրավիճակում, տվյալ ախտաբանական երևույթները, երբ որ լինում են բուժառուի մոտ, օրինակ ձեր ասացի պես հաշված օրեր կամ ամիսներ են մնացել, մենք դա ասում ենք Հայաստանի մասին է խոսքը, բուժառուի հարազատներին եւ ոչ անմիջապես բուժառուին,
այդ մշակույթը ընդունված է արտերկրում, երբ բժիշկը պարտավոր է բուժառուին հայտնել ամբողջ ճշմարտությունը, որովհետև ենթադրում են, որ այդ մարդը ունի պլաններ, պետք է կարողանա օրինակ իր կարողությունը կտակել իր հարազատներին կամ ունի չավարտած գործեր, բայց մեր մշակույթը մեզ ուժեղ պետք է լինի, որ այդ բանին մտածի, որ ինքը ունի չգրված կտակ, բայց այնտեղ մտածում են նաև իրավաբանական իմաստով, որ հետո խնդիրներ չունենա, նաև պետությունը չունենա այդ խնդիրները, բայց ինչ վերաբերում է մեր փորձին, մենք բնականաբար անգամ ամենաբարդ ախտորոշումները փորձում ենք հայտնել առաջինը հարազատներին, մոտ հարազատներին բնականաբար, եւ հարազատները իրենք որոշեն, արդյոք բժիշկը հայտնի այս լուրը անձնապես բուժառուին թե ոչ։ Իսկ բժշկի համար ինչ զգացողությունն է դա, շատ հետաքրքիր է, ինչ է զգում բժիշկը։ Տեսեք, բժիշկը օրվա մեջ կարող է զգալ մի քանի խիստ տարբեր էմոցիաներ եւ պետք է կարողանա իրեն ճիշտ դրսևորել յուրաքանչյուր նման իրավիճակում, որովհետև իմեն դեպքեր, երբ օրինակ, եթե որպես սրտաբան չխոսեմ, այլ ընդհանրապես որպես բժիշկ, եթե օրինակ վերցնենք մանկաբարձ գինեկոլոգներին, ովքեր կարող են նույն օրվա մեջ ապրեն շատ հակասական զգացողություններ։ Մի կնոջ հայտնեն, որ ցավոք նա ունի խնդիր հղիանալու հետ, երեխա ունենալու հետ, մյուսին շնորհավորեն, որ վերջապես դուք գրանցվել է այդ հղիությունը եւ մյուսին ասեն, որ ցավում են, բայց դուք կորցրել եք երեխային։ Հավատացեք, բժշկի համար նույնքան ծանր է նայել բուժառուի աչքերին, ով ունի կորուստ կամ այնպիսի ախտորոշում է լսում, որը ցավոք ներկա բժշկության, բժշկագիտության պայմաններում դեռևս լուծում չունի։ Ինչն է մարդուն իրականում փոխում, ցավը թե ուրախությունը, որովհետև իրենք իրականում շատ հակասական էմոցիաներ են ու ձեր նշած օրինակի մեջ էլ հենց այդ հակասական էմոցիաներն են, հա, ավելի մեծ դեր խաղում։ Ես կարծում եմ, որ մարդուն փոխում են ոչ միայն ցավը կամ ուրախությունը, այլ մեր կյանքը ժամանակի ընթացքում մեզ փոխում է, որովհետև ոչ ես, ոչ ենթադրում եմ դուք կամ մեկ այլ մարդ նույնը չենք հիմա եւ 5 տարի առաջ եւ նույնը չենք լինելու 5 տարի հետո։ Եվ մեզ փոխում են մեր շրջապատում կատարվող իրադարձությունները, անգամ ոչ մեզ հետ, կարող է կատարվեն մեր ընկերների հետ, մեր շրջապատի հետ, ցավոք նաև երկրի հետ կարող են կապված լինել եւ մենք փոխենք մեր աշխարհընկալումը որոշակիորեն եւ մեր տեսլականները եւս դրա հետ կապված կարող են փոխվել։ Ինձ այստեղ շատ հետաքրքիր մի միտք եկա, որ մարդը երբեք չի գնահատում ժամանակը, մինչև այն չի սկսում սպառվել կամ մինչև ինքը չի գիտակցում, որ իր ժամանակը ավելի սահմանափակ է ու արդեն սկսում ավելի, չգիտեմ, արդյունավետ կամ ճիշտ տնօրինել այն։ Ինչ է կարծում, ինչ չի կարելի երբեք հետաձգել կյանքում։ Ես ենթադրում եմ, որ հետաձգել չի կարելի տվյալ իրավիճակում, երբ որ մարդիկ ունեն ինչ-որ բան իրար ասելու, հա, նեղանձնային իմաստով, հա, այդտեղից սկսենք, երբեք պետք չի թողել դա մի քանի օր հետո անելու, եթե կան խնդիրներ, որոնք տվյալ պարագայում մենք լուծումը չենք տեսնում եւ ասում ենք ոչինչ անցնի որոշ ժամանակ հետո ես կանդրադառնամ այդ խնդրին, բայց հետո երբ որ արդեն ժամանակ չի մնում, մենք ափսոսում ենք մեր չարածների համար, քան ավելի շատ արածների, այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ, որ եթե կարծում եմ այդպես, որ ճիշտ է ամեն ինչ անել իր ժամանակին եւ եթե գիտակցված կերպով, հա, մարդու ունի ինքնակնդատություն եւ հասկանում է, որ տվյալ իրավիճակը, ինչ որ նա ուզում է անել, ինչ որ ծրագիր իրականացնել կամ ինչ որ երազանք իրականացնել, որևէ մեկին չի վնասում, նա պետք է դա անի, որովհետեւ հետագայում մենք նայում ենք ետ եւ հասկանում ենք, որ տվյալ տարիքում այլևս չենք կարող անել այն, ինչ որ ուզում էինք անել, օրինակ 5 տարի առաջ, 3 տարի առաջ։ Իսկ ի՞նչն է հիմնականում խանգարում առողջական վիճակը, թե ավելի շատ գիտակցական մակարդակը, երբ որ հասկանում ես, որ չի կարելիների սահմանը ավելի մեծ է, քան կարելիներին է գուցե։ Ոչ միայն տարիքի հարցն է այստեղ, այլ նաև մեր գիտակցության եւ մեր վախերի նաև, որովհետեւ ավելի շատ տանում է մեզ դեպի վախեր։ Ենթադրում եմ, այո, ամեն մի էմոցիան, որովհետև հաճախ մենք կախված ենք հանրության կարծիքից եւ մտածում ենք, որ միգուցե սա դիտվի որպես ավելի համարձակ քայլ, եթե ես օրինակ բժիշկ եմ, այս փուլում միգուցե ճիշտ չէ նման հայտարարություն անել օրինակ կամ բուժման այս մեթոդը կիրառել կամ նշել, որ սա ավելի օգտակար է, քան նախկինում
եղած մեթոդները, հա, սա զուտ բժշկական իմաստով։ Եվ այդ համարձակությունը նաև պետք է լինի, իհարկե, եթե դա արդարացված է գիտականորեն կամ եթե մարդը կրկնում եմ հասկանում է, որ դա իչհարս չի օգտագործվի ոչ իր շրջապատի նկատմամբ, ոչ մարդկության, այլ որևէ մեկին չի կարող վնասել, ապա այդ բարգավաճում պետք է լինել համարձակ։ Այս համարձակության մեջ ինչ ուժ է պետք մարդուն, որ ինքը կարողանա եւ տանել սեփական ցավը եւ կարողանա բուժել ուրիշներին, որովհետեւ բժիշկը եւս մարդ է եւ բժիշկը եւս ունի ապրած ու չապրած էմոցիաներ, կյանք, որտեղ գուցե կան շատ ցավոտ պատմություններ եւ այս ամեն ինչի ենթատեքստում ինքը կարողանա ուժ գտնել եւ կարողանալ բուժել, կյանք պարգևել մեկ ուրիշին։ Տեսեք, ձեր հենց նշած, երբ որ դու ունես այդ գիտակցությունը, որ դու մեկ ուրիշին կյանք ես պարգևում կամ ուրախացնում ես նրան, երջանկացնում ես, թեկուզ այդ մեկ օրը դա արդեն իսկ ես ուժ է տալիս հետագայում շարունակելու ապրել եւ մեր անձնականը երբեմն պետք է տարաբաժանել մեր գործնական առաքելությունից եւ կյանքում չկենտրոնանալ միայն բացասական կողմերի վրա, որովհետեւ նույն իրավիճակը մենք կարող ենք դիտարկել երկու տարբեր կողմերից, մի դեպքում իմ ասած նախկինում թվարկած ձևով դրամատիզացնել եւ տեսնել, որ այդտեղ վատ ինչ որ հատվածներ կան եւ հակառակը կարող ենք տեսնել դրա միջի ամենափոքր թեկուզ 0% տոկոսով այն լավ կետերը եւ դրա վրա կենտրոնանալով ապրել ավելի հանգիստ նյարդերով եւ ավելի ճիշտ։ Այսինքն ամեն բան մեր գլխում է։ Միանշանակ։ Գլխում թե սրտում։ Իհարկե գլխում, հետո նոր սրտում, որովհետև իհարկե եթե մտածենք մտքով թե սրտով կամ գլխով թե սրտով, իհարկե պետք է սրտով զգալ, բայց նաև դա անցկացնել մեր գիտակցության պրիզմայի միջով։ Երբ կյանքը կանգնում է, կիսատ որն է առաջին բանը, որ հիշում եք, այսինքն երբ որ ինչ որ մեկի հետ եք հիվանդասենյակում ու գիտեք, որ այս կյանքը արդեն կիսատ է ու կանգ է առնելու, որն է բժշկի ամենամեծ գիտակցական ազդակը, որ գալիս է այդ պահին, ինչ եք դուք զգում, ինչ է տեղի ունենում առհասարակ այդ պահին։ Իհարկե այդ պահին լինում են էմոցիոնալ իրավիճակներ։ Էմոցիաներ եւս լինում են բժշկի մոտ, այնպես չէ որ էմոցիաները իհարկե բժիշկը սպանում է։ Էմոցիաները իհարկե հնարավոր չէ։ Դու այդ իրավիճակում եւս սկսում ես վերագնահատել քո ապրած կյանքը, քո ապրած տարիները եւ, չգիտեմ, նպատակները, միգուցե սկսում ես վերանայել, թե որոնք են ճիշտ կյանքում, որովհետեւ հաճախ լինում են, երբ որ բուժառուին դու լսում ես եւ նաեւ պատմում է իր կյանքից ինչ որ հատված կամ ափսոսում է, դա ափսոսանքը ամենավատ բանն է, երբ որ մարդիկ ծերանում են կամ մեծանում են հասկանալով, որ արդեն չեն իրականացրել իրենց երազանքները, ինչ-ինչ պատճառներով, բայց հիմա այլևս դա չեն կարող անել ցավոք եւ էլի այստեղ գալիս ենք այն մտքին, որ պետք է ունենալ այդ համարձակությունը ժամանակին կատարելու քայլեր, որոշումներ կայացնել եւ ապրել կյանքը, նախ առաջինը մարդ իր համար պետք է ապրի այդ կյանքը եւ հավատացեք, երբ որ այս գիտակցությունը կա քեզ համար ապրելու, դու շրջապատի եւ մոտ հարազատների համար ավելի լավն ես եւ ավելի ճիշտ կերպարես, քան այն մարդկանց, ովքեր կարող իրենց նվիրեն, հա, հարազատներին, բայց չհասցրեն ապրել իրենց կյանքը եւ այդպես հաճախ լինում է ծնողները, օրինակ, երբ որ ամեն բան անում են իրենց երեխաների համար, սա էլ անեմ, ես հանգստի չմեկնեմ, այս մյուսներ երեխայի համար, որովհետև նա պետք է սովորի, հետո պետք է ամուսնանա, հետո իմ թոռներն են, բայց իր կյանքը նա չի կարողանում ապրել եւ այդ նույն երեխաները եւ այդ նույն թոռնիկները օրինակը վերցնում են իրենց ծնողից, իրենց տատիկ պապիկներից։ Եթե երեխաները տեսնեն, որ իրենց ծնողները հետևում են նաեւ իրենց առողջությանը, իրենց հոբիներին են հետևում, այսինքն իրենց ցանկությունները եւս իրականացնում են, նրանք կսովորեն ճիշտ։ Ու չեն մեղադրի իրենց, որ եթե իրենք մտածում են իրենց մասին, ուրեմն իրենք ճիշտ չեն ապրում։ Միանշանակ։ Փոխկապակցված Կարծում եմ ճիշտ հակառակն է եւ սխալ է կույր ձևով լինել եւ որդիասեր, հա, եւ կույր ձևով ծնողասեր։ Ամեն ինչ պետք է լինի խելամտության սահմաններում։ Մեր կենցաղի մեջ է, չէ՞, ավելի շատ մեր կենցաղն է մեզ դարձրել այդպեսին, որ միշտ պետք է զոհես, դու էլ լինես զոհի կարգավիճակում ու հետո արդեն ասես ինչի արեցի այսպես, ձեր ասած ինչպես նշեցիք, ափսոսելը։ Այո։ Նաև այստեղ շատ կարևոր է ճիշտ ժամանակին դիմել բժշկին, ես այսօր առավոտյան ճիշտ ասած
տեսա ձեր հրապարակումը ծնողների մասին, հենց որ եթե դու տեսնում ես ու հասկանում ես, որ արդեն պահն է, ամենաառաջին ու ճիշտ քայլը դիմել բժշկին ժամանակին եւ գուցե հենց այստեղ դու կկանխարգելես ճակատագրական պահը, որ կամ կերկարացնես գուցե, ինչը էլի փրկություն է նշված իրավիճակում։ Այստեղ էլ չէ, մեր հասարակությունը միշտ չէ, որ ընտրում է դիմել բժշկին, միշտ նախընտրում է սպասել։ Ցավալի է, բայց այդպես է, բուժառումները մեծամասամբ նախընտրում են լռել, չասել գանգատների մասին կամ իրականացնել ինքնաբուժություններ, ենթադրելով որ դա կանցնի, բայց որովհետև խնայում են էլի իրենց վրա, հա, այդ պլանային բուժզնումները անցնելու համար, բայց ցավոք երբ որ սրտի մասով, հա, ասեմ, եթե իրավիճակը հասնում է օրինակ ստենտավորմանը, կորոնարաունտների, նրանք կարող են օրինակ վաճառել իրենց ունեցվածքի մի մասը եւ գումարը հատկացնել այդ ստենտավորմանը, որը իհարկե, եթե արդեն ինֆարկտ է տարել բուժառուն, սրտամկանի ինֆարկտի դեպքում արդեն կա հաշմանդամություն եւ մենք չենք ունենա այն դրական էֆեկտը, որը կունենայինք կանխարգելիչ բուժօգնությունների ժամանակ, բուժզնումների ժամանակ, որը տասնյակ անգամ ավելի մատչելի է նաեւ ֆինանսապես, եթե ստիպված դրա մասին պետք է խոսենք, եւ նաեւ շատ կարեւոր է, որովհետեւ այն կանխարգելում է խնդիրը եւ ոչ թե խնդրին տալիս է օրինակ ժամանակավոր լուծում, ինչպես օրինակ կորոնարաունտների ստենտավորման ժամանակ, այդ իսկ պատճառով այո ճիշտ նշեցիք այդ հրապարակման մեջ, որ եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ պետք է ուշադիր լինել ծնողների հանդեպ, որովհետև հաճախ մեր ծնողները կարող են մեզանից ուղղակի թաքցնել այդ գանգատները, բայց այդ գանգատները եթե մեծ ցանկության դեպքում մենք կարող ենք տեսնել, որ օրինակ կա հեվոց, շնչարգելություն, ծնողների մոտ աստիճաններ բարձրանալիս կամ նյարդային լարվածության ժամանակ եւ դա եւս մեկ ազդակ է, որ հնարավոր է իրենց մոտ լինի սրտային խնդիր եւ ուղեկցել իրենց գոնե տեղամասային պոլիկլինիկական ծառայություն եւ կանխարգելել։ Այո։ Բայց այսօր շատ հաճախ երիտասարդների մոտ էլ են շատ նմանատիպ երևույթներ պատահում, այո, նույն սիրո պատճառով եւ ոչ միայն սիրո նաեւ խնդիրների, ֆինանսական հարցերի, ուղղակի սիրտ ու սեր, այսպես կապելով գնացինք դեպի սեր, երիտասարդներն մտածում են, որ իրենց դժվար ինչ-որ բան լինի, որովհետեւ իրենք երիտասարդ են ու հաստատ լուրջ պատճառ չի կարող լինել։ Կարա լինի, որ երիտասարդին լուրջ պատճառներ չլինեն, թե դա ուղղակի մենք եւս մեզ, այսպես ասած, ինքնախապեյությամբ ենք զբաղվում եւ փորձում թաքցնել մեր մեջ մեր խնդիրները։ Ոչ թե փորձում ենք թաքցնել, այլ չենք ուզում բախվել իրականության հետ, որովհետև իրականությունն այն է, որ իհարկե սրտային պատահարները նույն չափ եւ կամ ավելի վտանգավոր են, երբ որ առաջանում են երիտասարդների մոտ, որովհետև եթե համեմատության մեջ վերցնենք, երբ որ մարդը տարիների ընթացքում մեծանում է, ծերանում է օրգանիզմը, երբ որ օրինակ սիրտը սնուցող անոթները սկսում են աստիճանաբար նեղանալ աթերոսկլերոտիկ վահանիկներով, օրգանիզմը կոմպենսատոր կերպով մանր կողմնաճյուղեր է առաջացնում սրտում, որը օրինակ երբ որ լինի սրտամկանի ինֆարկտ եւ փակվի գլխավոր անոթը թրոմբով, այդ կողքի կոլատերալ մանր ճյուղերը կարող են որոշ ժամանակ կենսունակ պահել սրտամկանը, մինչեւ մենք կանչենք շտաբ բժշկական օգնություն, բուժառուին կհասցնենք ստացիոնար կլինիկա եւ կիրականացնենք իմ նշած ստենտավորումը։ Ցավոք երիտասարդների շրջանում, քանի որ չկա այդ աստիճանական նեղացում անոթների, որտեղ աթերոսկլերոտիկ հիվանդությունը չկա այնտեղ, այդ կոլատերալները չկան, եւ եթե օրինակ ծխախոտի ոչ ավանդական տեսակների օգտագործման ժամանակ հաճախ առաջանում են այդ տրոմբոեմբոլիաները, նրանք ունենում են լետալ, այսինքն մահացու ելքեր, որովհետեւ երիտասարդի սրտի մեջ չկան այդ մանր կողմնաճյուղերը, որովհետեւ օրգանիզմը չի պատրաստվել այդ հնարավոր սնուցման խանգարմանը։ Իսկ ավելի խոցելի են երիտասարդները։ Միանշանակ ավելի խոցելի են եւ այդ է պատճառը, որ եւս մեկ անգամ առիթ է ասելու, որ հետևեն նաեւ երիտասարդներ իրենց առողջությանը, ունենան առողջ ապրելակերպ, զբաղվեն սպորտով եւ հետևեն նաեւ ավելորդ քաշին, այսինքն փոխեն կենսակերպը եւ վատ սովորություններ բնականաբար չունենան, ինչպիսիք են օրինակ ծխախոտի օգտագործումը կամ ալկոհոլի չարաշահումը, երբեմն նաեւ այդ էներգետիկ ըմպելիքները այո եւս կարող են պրովոկացիա անել, սադրել ռիթմի եւ հաղորդականության խանգարումներ։ Եվ փորձան խուսափել ստրեսից։ Փորձեն, բայց ցավոք ստրեսից խուսափել ինքն դժվար է։ Որն է կյանքում ամենակարևոր հարցը, որը պետք է մենք միշտ մեզ տանք եւ իհարկե փորձենք հենց այդ հարցով նպաստենք ել ավելի ճիշտ կյանքի վարմանը։
Երևի ամեն երեկո, երբ մենք պատրաստվում ենք քնելու, հա, պետք է այդ մեր հարցը տանք մեր խղճին, մեր խղճի հետ, ինչպես մեր հայտնի գրողներ են ասել, խղճի հետ զրույց անել եւ հարցնել արդյոք ես իմ օրը ճիշտ եմ ապրել, որովհետեւ մենք կարող ենք խաբել շրջապատին, ասելով որ այս իրավիճակը, որը դուք ենթադրում եք, որ ճիշտ չէ, ըստ իս բոլորովին ճիշտ է, բայց երբ որ մենք ինքներս մեր խղճի հետ ենք նստում արդեն զրուցելու, այդտեղ մենք ինքներս մեզ երբեք չենք խաբում եւ գիտենք ինչն ենք արել ճիշտ, ինչը սխալ, ենթադրում եմ, որ ճանապարհը այն է, որ այդ հարցը պետք է ամեն օր օրվա ավարտին ինքներս մեզ տանք, արդյոք մենք օրը ճիշտ ենք ապրել եւ եթե արել ենք սխալներ, որը երբեմն ցավոք անխուսափելի է, մեզ խոստանանք կամ կատարենք քայլեր, որ նորից չկրկնենք այդ սխալը։ Խոսենք նաև այն մասին, որ մարդը երբեք չի գնահատում այն ժամանակը, որը որ իրեն տրված է, եւ այս ընթացքում նաև այո, բազմաթիվ սխալներ է անում, ինչ կասեք նաև այս մասին, երբ որ դու գիտակցում ես, որ սխալներն են քո կյանքում արդեն տնօրինում ու դա քեզ տանում է դեպի ոչ ճիշտ ուղի, ինչպես պետք է ճիշտ պահին գտնել կանգ առնելու ճանապարհը ու փորձել ետ դառնալ։ Տեսեք, ես լսել սրտի ձայնին, թե չլսել սրտի ձայնին այս իրավիճակում։ Այդ համոզմանը, որ մենք գանք, հա, արդյոք մենք սխալ ենք արել կամ որ բախվենք այդ ճշմարտության հետ, որ իմ կյանքում ավելի շատ սխալներն են եւ պետք է ուղղել, տարբեր մարդկանց մոտ տարբեր տարիքներում կարող են գալ։ Մարդ կարող է լինել 80-ամյա ծեր, հասուն մարդ եւ չունենա այն գիտակցությունը, ինչը որ ունի օրինակ 18-ամյա զինվորը, օրինակ, հա, ով պաշտպանում է իր հայրենիքը, կարող է կոնկրետ իրավիճակում անել սխրանք, հա, իր կյանքի գնով։ Բայց դա շատ չափազանց դժվար է այդ պահին, երբ որ դու գիտես, որ կյանքդ հիմա պետք է ավարտվի քո այդ մեկ կատարած քայլով։ Եվ կարող ենք այդ նույն իրականության մեջ ունենալ իրավիճակ, երբ որ մարդը բավականին հասուն է, մեծ տարիք ունի, բայց չունի այդ ընկալումը կյանքի նկատմամբ եւ չունի այդ գիտակցությունը եւ երբևէ նման իրավիճակում իրեն այդպես չէր դրսևորի, հա, ինչպես օրինակ նախորդ մեր հերոսը կատարեր։ Դրա համար կարծում եմ, որ դա էլ մարդկային տեսակի հարց է, մարդու աշխարհընկալման հարց է, հա, որովհետև եթե մարդը ունի նշած ինքնակնդատությունը, նա կարող է ճիշտ վերլուծել իր կյանքը եւ հասկանալ, որ այդտեղ ավելի շատ սխալներն են եւ փորձել գտնել ճիշտ ճանապարհը, բայց նաև այստեղ կա մի դրվագ, որ մոտ հարազատները պետք է փորձեն օգնել, ոչ թե նրա փոխարեն ապրեն այդ կյանքը, այլ փորձեն ճիշտ ուղու վրա դնել, ոչ թե ուղղորդել, այլ ցույց տալ, որ սա միգուցե այդքան էլ ճիշտ չէ եւ այդ իրավիճակը ներկայացնել այլ լույսի ներքո, այլ ոչ ասել այն ինչ որ ուզում է լսել մարդը, որովհետև հաճախ երբ որ մենք իրան ավելի խորտակում է ստանում դեպի այո, որովհետև երբ որ օրինակ ընկերներն են, հա, զրուցում են ինչ որ խնդրի մասին, մարդիկ կան որ ասում են ինձ օրինակ հոգեբան պետք չէ, ես իմ ընկերոջ հետ կխոսեմ եւ դա իմ ամենալավ հոգեբանն է, բայց մեր ընկերը ասում է այն ինչ որ մենք ենք ուզում լսել կամ ասում է այն ինչ որ ինքն է կարծում որ ճիշտ է, հա, բայց կան իրավիճակներ, որ պետք է այդ ճշմարտությանը առերեսվել եւ ասել, որ սա իրոք սխալ է եւ քո գործելակերպը, քո կյանքը իսկապես սխալ է։ Սա նման է ինքնաբուժությանը, երբ դու որոշում ես, որ դու ինքդ կարող ես քեզ բուժել, սակայն դու այդ տարբերակով գուցե քեզ սպանես։ Այո։ Նույնը նման օրինակ էր, եւ այստեղ երբ թե կյանքի արժեքը ոչ թե նրա տևողության, այլ նրա խորության մեջ է, այսինքն կապ չունի դու ինչքան ես ապրում, կարևորը թե դու որքանով ես խոր ապրում քո կյանքը։ Եվ ինչպես ես ապրում, որովհետև օրինակ լինում են դեպքեր, երբ մարդը ցավոք իր ծնողներին կորցնում է վաղ տարիքում կամ ավելի երիտասարդ եւ ափսոսանքը միշտ իհարկե կա, բայց ես միշտ նման իրավիճակներում ցանկանում եմ նշել, որ մարդ պետք է նայի թե ինչպիսի որդի է եղել իր ծնողի կենդանության օրոք եւ եթե նա արել է միայն բարին, այսինքն բարիք է գործել եւ ծնողը երբևէ չի ունեցել այսպես հայավարի ասած գլուխը կախելու առիթ իր զավակի արարքների պատճառով, ապա այստեղ ափսոսանքը իհարկե կարող է լինել, բայց այդ ափսոսանքը պետք է լինի ուղղակի որպես զգացողություն, բայց ոչ ինչ որ խառնի մարդու կյանքը եւ ազդի իր ներաշխարհի վրա անդադ մտածելով, որ միգուցե ես լավ որդի չեմ եղել, որ չեմ կարողացել օրինակ փրկել իմ մոտ հարազատի կյանքը, որտեղ լինում են դեպքեր, որ իհարկե կան ախտորոշումներ, որոնք
դեռևս համարվում են անբուժելի եւ մենք այդտեղ անզոր ենք եւ պետք չէ մեղադրել ինքդ քեզ ասելով եթե օրինակ շտապօգնության մեքենան մի քիչ շուտ գար, եթե նա ասեր այդ գանգատի մասին, դա արդեն եթե եղած է իհարկե պետք է փորձել կենտրոնանալ կյանքին առաջ նայելով եւ փորձել, չգիտեմ, նույն ինչը որ դու չես հասցրել ապրել կամ ինչ քայլեր որ չես հասցրել անել, փորձես հուշել քո մոտ հարազատներին ու ոնց որ տեսնում ես որ նույն խնդիրը կա, բայց նա դեռ չի գիտակցում, որովհետև մենք երբ որ կորցնում ենք նոր միայն այդ ժամանակ ենք սկսում արժևորել եւ գնահատել մեր ունեցածը եւ հետո երբ նայում ենք կողքից եւ մարդիկ այդ նույնը ունեն, ինչի մասին մենք երազում ենք, բայց նրանք ունեն այլ խնդիրներ, չեն գնահատում այդ ունեցածը, այ պետք է դա փորձել հուշել եւ ներկայացնել, որ ունեցածը գնահատելը դա շատ կարեւոր է։ Բայց նաև այդ գիտակցական մակարդակին հասնելն է շատ դժվար, ինչ անես, որպեսզի գաս դրան, ոնց տեսնես, որովհետև երբեմն երբ մարդ անելանելի իրավիճակում է կամ անգամ հենց այդ ցավի մեջ է, ինքը չի տեսնում այն իրականությունը, որը որ պիտի տեսնի, ինչքան էլ անգամ իրեն խորհուրդ տան, ինքը մեկը խորհուրդներ չի ընկալում նույն տարբերակով, որ պետք է ընկալի։ Իհարկե, դե ցավը իր տեսակով ունի փուլեր, հա, եւ բնականաբար, երբ որ մենք այդ առաջի փուլում ենք, երբ որ նոր ենք լսել այդ լուրը կամ այդ իրավիճակի մեջ նոր ենք հայտնվել, բնականաբար այդ բaragայում որևէ խորհուրդ լսելու ցանկություն էլ չկա։ Ես այստեղ նորից գալիս եմ իմ առաջին մտքին, որ պետք է մոտենալ անհատապես, հա, կախված այդ մարդու աշխարհընկալումից կամ զգայականից, նյարդային համակարգի վիճակից, որտեղ մարդիկ կան, որ բռնկուն են, մարդիկ կան, որոնք շատ հանգիստ են եւ դրանից ելնելով արդեն պետք է փորձել ներկայացնել իրականությունը։ Կարևորը մարդու որպես մարդ ընդունել եւ ընկալել ու փորձել խորը հասկանալ նրա էմոցիաները, եթե փորձել ճանաչել նրան, բայց ինչ այդքան էլ հեշտ չի լինում երբեմն։ Երբ է մարդը հասկանում, որ ինքը հավերժ չէ։ Հասկանում է արդյոք, որովհետեւ մեզ միշտ թվում է, որ կյանքը անընդհատ է, մահը միշտ ուրիշի տանն է եւ ինչքան էլ քո հարազատ անգամ երբ որ դու կորցնում ես քո ամենամտերիմ մարդուն այնուամենայնիվ որ ասում են ժամանակը բուժում է վերքերը այդ բան դու դա չես գիտակցում բայց որոշ ժամանակ անց զգում ես որ բուժում է իրականում ճիշտ է դու հիշում ես էլի չգիտեմ գուցե հուզվես, նեղվես, բայց դու շարունակում ես ապրել։ Բայց երբ որ գիտակցում ես, որ քո հետ պիտի դա լինի ու դու մի օր չլինես, դու դա չես գիտակցում։ Դա է ժամանակի հարց է, գիտեք, երբեմն ըստ Տարիք Կախյալ է նաև, որտեվ կա ժամանակ, երբ որ երեխա ենք վախենում ենք մահից հետո մտածում ենք որ դա մեզ հետ չի պատահի, բայց հետո գալիս է մի պահ, որ հասկանում ես, որ դա կյանքի մի մասն է նաև, հա, երբ որ մարդ ծնվում է, ապրում է եւ բնականաբար պետք է ունենա իր ավարտը, որովհետեւ դա է այդ ընդհանուր այդ ցիկլը, կյանքի ռիթմը այդպեսին է, որ մարդը պետք է ծնվի, օրինակ ամուսնանա, երեխաներ ունենա, ապրի իր կյանքը եւ հետո մահանա։ Այսինքն ավելի մեծ տարիքում, ավելի գիտակցական մակարդակում ավելի հանգիստ ես ընդունում այդ փաստը, որ գուցե քո հետ էլ դա լինի, կամ քո հետ էլ դա լինի։ Որոշակիորեն Տարիք Կախյալ է, բայց նաև գալիս ենք այն մտքին, որ կարող է մարդ լինել 100 տարեկան, բայց ինքը ասի, որ ես էլ ուզում եմ ապրել եւ չընկալի այդ։ Կամ եթե անգամ ասի, որ չեմ ուզում ապրեմ, վստահ է եմն հոգու խորքով։ Ես հիշում եմ իմ մայրիկի տատիկներ 90 ավելի տարեկաներ, ինքը միշտ ասում էր, որ ես ոնց եմ թողնելու այս կյանքով գնա, երբ որ վատ էր լինում ուզում էր մահանալ, երբ որ լավ էր լինում չէր ուզում։ Այնուամենայնիվ այդ գիտակցական աստիճանին երևի կյանքում մենք երբեք էլ չենք հասնում, թե կարծում եմ, որ հասնում ենք, ուղղակի պետք է մեր յուրաքանչյուր օրը ապրենք այնպես, ոչ թե որ դա վերջինն է, այլ եթե լինի դա վերջինը, մենք չունենանք ափսոսանքի տեղ, այսինքն պետք է փորձենք ապրել ճիշտ չվիրավորելով մեր մոտ հարազատներին կամ եթե կա ինչ-որ խնդիր, որը պետք է բարձրաձայնել խելամիտ կերպով, այսինքն քննարկել այդ իրավիճակը եւ ոչ թե իրարից, չգիտեմ, վիճել, նեղանալ, չխոսել եւ հետո որ ափսոսանքի այդ առիթները չունենանք։ Եվ եթե դա անում ենք եւ մեր գործը յուրաքանչյուրս անում ենք ճիշտ, որևէ մեկին չենք վնասում մեր արած գործով, մենք այդ դեպքում հանգիստ ենք եւ եթե Աստծո կամքը այնպեսին է, որ այդ էր վերջին օրը մեր ապրած, մենք հանգիստ ենք մեր խղճի առաջ, որովհետեւ որևէ սխալ բան մեր պատկերացմամբ չենք արել։ Եվ ասում եմ, չէ, երբեմն մենք չենք գիտակցում, որ մենք հրաժեշտ ենք տալիս վերջին անգամ։ Այո, ցավոք դա եղել է իրավիճակ, որ
ես այդ խոսքերը չեմ լսել, բայց ինքս հասկացել եմ, որ տես դա փաստորեն վերջին անգամ էր, երբ որ ես օրինակ գրկեցի իմ հարազատին, հետո ինչ որ իրավիճակում ունեցա հայտնվեցի այլ իրականության մեջ, եւ դա նաեւ այդ ցավը, հա, երբեմն կամ կորուստները բերում են մեզ այդ գիտակցությանը, որ պետք է մեր կյանքը ապրենք ճիշտ եւ սկսում ենք գնահատել կյանքը ճիշտ, եւ այդ դեպքում մահը չի լինում վախենալու ինչ որ իրողություն, այլ լինում է կյանքի շարունակությունը։ Կա կյանքի շարունակություն մահից հետո ձեր կարծիքով։ Միանշանակ, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ զավակ, բնականաբար կա կյանքի շարունակությունը եւ այդ միտքը եւս օգնում է հաղթելու մահը, հասկանալով, որ մեր հարազատներին մենք կարող ենք հանդիպել, եթե մենք կարողանանք մեր կյանքը ապրել ճիշտ, որպեսզի ունենանք այդ հնարավորությունը իրենց հետ հանդիպելու։ Եվ եթե մարդիկ ունեն շատ կորուստներ, հա, անձնական կորուստների մասն է խոսքը, չգիտեմ, երիտասարդ եւ նման իրավիճակներ, պետք է ունենալ այդ միտքը իրենց մեջ, որ այդ հանդիպումը լինելու է եւ չմտածել, որ նրանք մահացել են, այլ մտածել, որ օրինակ մեկ ուրիշ երկրում են ապրում եւ կգա մի օր, որ մենք կհանդիպենք, հա, այս երբ որ ամեն ինչին փորձում ես դրական կողմից նայել, հաստատապես ավելի հեշտ է կյանքը եւ այդտեղ երբեմն պատահում է, որ մարդիկ վախենում են նաեւ ուրախանալ վշտից հետո մտածելով, որ կողքից ինչ կմտածեն, միգուցե մտածեն, որ ես այդքան էլ չեմ ցավում իմ հարազատի կորուստները, բայց մենք կյանքը մեր ապրում ենք մեզ համար եւ այդ ցավը մենք ենք զգում եւ պարտադիր չէ դա ցուցադրել, ցույց դնել կամ անդադ խոսել այդ կորուստի մասին։ Ընդհակառակը, դա պետք է պահել քո սրտի մեջ, սրտի մի անկյունում, բայց շարունակել ապրել եւ հումոր անել եւ ժպտալ, որովհետեւ բարությունը հենց նաեւ այդ ժպիտն է եւ բարությանը երբեք ոչ ոք չի կարողանում հաղթել։ Իսկ եթե մենք տխրության պատասխանենք, ապա մեր կյանքը գեղեցիկ չի լինի եւ բնականաբար մենք մեր շրջապատի մարդկանց տրամադրությունները եւս կփչացնենք մեր պահվածքով։ Եվ մեր հարազատին էլ այդ կերպ հաստատ հետ չենք միանշանակ։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, վստահ եմ, որ շատերի համար այս զրույցը օգտակար կլինի ու հաստատ կլինեն մարդիկ, ովքեր հիմա ապրում են ցավ, ովքեր հիմա ունեն կորուստ ու որն է ձեր խոսքը ուղված նրանց հենց այս պահին իրենց ցավը հաղթահարելու համար։ Երևի թե խորհուրդը կլինի այն, որ ապրեն այն հիշողություններով, որոնք ունեն իրենց հարազատների հետ եւ հասկանան, որ եթե կատարել են սխալներ կյանքում, իրենք փորձեն ուղղել այդ սխալները, շտկել եւ լինել ավելի լավը, որպեսզի արժանի լինեն այդ իմ ասած հանդիպմանը։ Եթե ճիշտ են ապրել ըստ իրենց կյանքը, շարունակեն այդպես եւ որևէ պարագայում չչարանան անկախ կյանքում ստեղծված իրավիճակներից։ Եվ Աստծուն չմեղադրեն։ Միանշանակ երբեք։